Շարունակում ենք ծրագիրը եւ ինչպես միշտ ծրագրի այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Ուզում եմ սկսեմ Թուրքիայի արտգործ նախարարի Հական Ֆիդանի հայտարարությունից եւ ոչ այնքան հայտարարությունից, որքան հայտարարությունից հետո իր բացատրությանը հայտարարության հետ կապված, որտեղ նման հայտարարություն թուրքական կողմից շատ էր եկել, ուրեմն մեջբերում եմ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի մասին է խոսքը կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես միշտ մտածում եմ նման հայտարարություններ իրենք անում էին, թե ինչու եք այդքան սպասում, եթե ուզում եք հարաբերությունները լավացնել եւ ահա հաջորդ պարագրաֆով բացատրում է։ Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերցնենք Հայաստանի համար, ներողություն, կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրելու ամենամեծ պատճառը։ Եվ ասում է սառեցված, չէ, եթե չեմ սխալվում, եւ այնտեղ ասում է նաեւ կոնֆլիկտը սառեցված կդառնա եւ հետեւաբար մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Այսինքն պարոն Ֆեդանի ասելով դուրս է գալիս, որ Հայաստանը այդ խաղաղության պայմանագրին ձգտում է առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու համար, ոչ թե ասենք խաղաղություն ունենալու համար եւ այլն եւ կարծես իր դիրքերն էլ ուզում են այդ իմաստով ավելի կարեւորացնել այդ լեգիոնը, որ ասելով որ մենք ենք պատճառը, որ Հայաստանը ուզում է պայմանագիրը ստորագրել խաղաղության Ադրբեջանի Հայաստանի իշխանությունները եւ Հայաստանի վիճակը, այսինքն Հայաստանի վիճակը այնպես է ու Հայաստանի իշխանությունների մոտեցումը այնպես է, որ դժվար է Հայաստանին կասկածել, որ Հայաստանը ուզում է սառեցված կոնֆլիկտ կամ Հայաստանը հատկապես ասենք, որ ինքը հենց եթե չեմ սխալվում, հենց այդ նույն ելույթի ժամանակ Ֆիդանը նշում է, որ Հայաստանի ղեկավարությունը կոնստրուկտիվ մոտեցում, խաղաղասեր մոտեցում ունի։ Այսինքն ինքն իրեն հակասում է ի դեպ ասեմ այդ նույն ելույթի մեջ որևէ կասկած չկա, որևէ եւ կարծում եմ միջազգային բոլոր խաղացողների մոտ որևէ կասկած չկա, որ Հայաստանը ձգտում է խաղաղության եւ չունի որևէ ռեսուրս ոչ գնալու կոնֆլիկտի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին էլ չեմ խոսում, ավելորդ էլ է խոսել։ Բայց այնտեղ մի հետաքրքիր նախադասություն եղավ, մի հետաքրքիր հարց ու պատասխան հետո տեղի ունեցավ, որտեղ հետաքրքիր մի բան ասեց պարոն Ֆիդանը։ Ասեց, որ երբ որ ու այնտեղ թուրքերը ասեցին լավ այդ ճանապարհը, որ Թրամփի ճանապարհ է կոչվում։ Բա մենք թուրքերս ինչ ենք ստանալու։ Թուրքիան պետքա ինչ որ ստեղծվում է, ինչ էլ որ կստեղծվի Թրամփի ճանապարհում, ինչ որ հիմնադիր կառույց կամ ինչ որ հիմնադիր, ինչ որ ընկերություն, ասենք, չգիտեմ այդպես, Թուրքիան պետք է այդտեղ հիմնադրի կարգավիճակով լինի եւ այսպես շարունակ, հա։ Եվ ու այսպես գնաց պահանջներ, թե բա մենք ինչա պատրաստվում ենք Վաշինգտոնի շահերը սպասարկել Թրամփի ճանապարհով։ Եվ ահա այստեղ պարոն Ֆիդանը հետեւյալ պատասխանն է տալի, որ շատ հետաքրքիր է։ Մենք տարածքը Հայաստանինն է, ակնկալիքները ու այնպես բառը հստակ մոտավորապես որ պրետենզիաները Ադրբեջանինն են, այսպես ձևակերպենք, բառը չհիշեցի ուղիղ, բայց միտքը այդ է։ Ակնկալիքներն ու պրետենզիաները, այսինքն պահանջները Ադրբեջանինն են։ Հետևաբար ինչ եք ուզում մեզանից մենք ոչ այդտեղ սուվերենություն ունենք, այսինքն ոչ դա մեր տարածքն է, ոչ դա Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտն է, մենք հանդես ենք գալիս միջնորդի կարգավիճակով, հա։ Եվ ահա այդ պատճառով, եթե մենք ենք հիմա Հայաստանի հետ հարաբերությունները ուրեմն դադարեց կարգավորում, Ադրբեջանը, այսինքն ես արդեն բացում եմ խոսքը, ավելի մանրամասնում եմ, վերլուծությունն արդեն գնում։ Ադրբեջանը չի կարող ստանալ այն, ինչ որ ուզում է։ Հասկանաք միտքը որն, այսինքն մի րոպե, չի կարող ստանալ ինչ որ ուզում է, մինչև չստորագրվի համաձայնագիրը։ Այո, տեսեք, ինքը ինչ է ասում ըստ էության։ Ինքը ասում է, այսինքն միտքը ես բացեցի իր արդեն, հա։ Իր ասածը ինչ է։ Իր ասածը հետեւյալն է, որ մենք չունենք այդտեղ ոչ մի պահանջ։ Դա Հայաստանի տարածքն է, Ադրբեջանն ունի։ Բայց եթե մենք բացում ենք Հայաստանի հետ սահմանը, սա արդեն իմ շարունակությունն է գնում։ Այսինքն ինչ է ինքը ասում, որ եթե մենք բացենք սահմանը, Հայաստանը կսառեցված հակամարտություն կսարքի։ Մենակ մի պատճառով, այսինքն ինքը ենթատեքստով գնում է հետեւյալը, եթե մենք բացենք սահմանը, Ադրբեջանն էլ Հայաստանից ոչ մի բան փոկել չի կարող։
Հիմա այստեղ մնում է մի հատ կարևոր հարց մեզ հասկանալու։ Այսինքն մինչև ստորագրել, եթե մի բան արեցիք, ստորագրուց հետո այո, որտեղ ստորագրեցիք էլ ինչ կա, իհարկե, սահմանը բացեց Ադրբեջանը էլ ոչ մի բան չի կարող անել։ Ադրբեջանը չունի մեծ հաշվով լծակներ չունի Հայաստանի վրա գլոբալ էթերանք։ Իսկ եթե Թուրքիայի այդ սահմանը բացվեց, այդ լծակները ավելի են փոքրանում։ Միակ մի բանն է մնում, ասենք այդ ուժերի բալանսը, որը ցավոք սրտի, գիտեք, խախտված է։ Այո, այո։ Հիմա իրավիճակը հետեւյալն է։ Միակ հարցն եմ ուզում տալ, թող մեր հերոստատիտողներն վերլուծեն, ասենք մտածեն, իսկ արդյոք Ադրբեջանի պահանջը է այս իրավիճակում։ Մեր, այսինքն, սաղի այդ մտածի կոնսերնը, այդ մտածմունքը բանն է, Հայաստանի սահմանադրությունն է, որտեղ օֆիցիալ Ադրբեջանը մի պահանջ ունի Հայաստանի նկատմամբ այս պահի դրությամբ։ Ընդամենը մեկ, այսինքն հնչեցված, հա։ Այդ արևմտյան Ադրբեջանը այդ ամեն ինչը այդ տակից, ասում եմ, երկրորդ տրեքով գնում է, բայց գլոբալ, եթե մենք օֆիցիալ նայում ենք, ինչի ինքը չի ստորագրում վերջնական, դա Հայաստանի սահմանադրությունն է։ Հիմա արդյոք Թուրքիային տենց մտահոգում է Հայաստանի սահմանադրությունը եւ արդյոք միակ պահանջը Ադրբեջանի սահմանադրությունն է։ Ու հետարքի մի բան ասեմ ձեզ, ուրեմն ամերիկյան ներկայացուցիչը պետքարտուղարի տեղակալը, որը Հայաստանում էր գնաց Ադրբեջան եւ այնտեղ ադրբեջանցիք ասեցին, օ, շուտ բացեք Թրամփի ճանապարհը, շուտ, մեզ օր առաջ շուտ պետքա բացել։ Ես կարծում սա երեսպաշտուեսկի կեղծավորություն է իրականում, որովհետեւ ադրբեջանցիները չեն ուզում ճանապարհը բացվի այն պայմաններով, որ Հայաստանին ձեռնտու լինի, պարզա, չէ։ Իրանք ուղղում են ցույց տան Միացյալ Նահանգներին, որ իրանք կառուցողական են։ Իրանք շատ լավ գիտեն, որ առանց Թուրքիայի սահմանը բացելու այդ ճանապարհը չի աշխատի։ Գլոբալ չի աշխատելու։ Իսկ կարևորը այստեղ Թուրքիան է, հիմնական դերակատարը Թուրքիան է։ Եվ այստեղ մի պարզ հարց։ Իսկ այսօր ինչ հիմք ունի Թուրքիան Հայաստանից սահմանը փակ պահելու։ Տեսեք, ինչով կարա բացատրի։ 30 տարի է փակ այդ հարաբերություն չունենք մենք Թուրքիայի։ Չէ, եթե առաջ ասում էին օկուպացրել ենք տարածքներ, դրա համար է փակ պահում, որտեղ մենք Ադրբեջանի տարածքներ օկուպացրել ենք։ Իսկ ինչ հիմքով է հիմա այսօր Թուրքիան փակ պահում։ Արոն, այստեղ մի հետաքրքիր պահ կա։ Հիմա այդ Թուրքիան, որ Ադրբեջանը, որ ասում է սահմանադրության փոխելու, դերմա ինչ իրավիճակի մեջ է, շախմատում ցուկ ցվանգ են ասում, որ ինչ քայլ անես, իվնաս քեզ։ Այո։ Հիմա եթե փոխեն սահմանադրությունը, հայտարարեն, որ Ադրբեջանն ասում, որ դուք փոխեք սահմանադրությունը։ Չեք փոխի սահմանադրությունը, մենք չենք ստորագրի։ Իդեպ, եթե մենք այդ ներքին ավարտենք այս մասը սրան, եթե մենք այդ ներքին բանավեճից դուրս գանք, հա, ում պատվերով է փոխում, թե պատվերով չի փոխում Փաշինյանը, թե մենք այդ ամեն ինչից վերանանք, ուղղակի ասենք թե փոխեցինք սահմանադրությունը։ Օրինակ ձեզ եմ հարց տալի, ինչ եք կարծում, դա կբավարարի Ադրբեջանի սահմանադրության համար իրենք կոտորում պետք է ենթադրել։ Եվ իրենք այն բանի վրա են սեղմում, որը շատ դժվար է որոշում կայացնելու, երկու դեպքում էլ այսինքն դուք էլ չեք հավատում, չէ՞, որ իրանք տենց մտահոգված են մեր սահմանադրությամբ։ Ինչ է փոխում, եթե հետո գիտեք ինչ ծիծաղելի անգամ, ենթադրենք սահմանադրությունից հանեցինք այդ մասը։ Վաղը որ հարկ եղավ, ինչա մենք պետք է ասենք չունենք, ուրեմն չենք հարձակվելու կամ բան չենք անելու։ Բոլորն էլ գիտեն, որ դա լուրջ չի։ Եկամի Բուդապեշտի մեմորանդում խախտվեց, որտեղ սա եկամի ատոմային արսեն, միջուկային արսենալ տվեց Ուկրաինան, Ռուսաստանը գարանտ կանգնեց, թղթով ստորագրեցին, չգիտեմ, հա։ Հետո Ռուսաստանը 97 թվականին Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել են նույն բարեկամության եւ սահմանների ճանաչման մասին այդ պայմանագիրը, բարեկամության, ոնց է մեր մոռացա արդեն փոխըմբռնման եւ այսպես չգիտեմ փոխգործակցության նույն տիպի պայմանագիր Ուկրաինայի հետ ունի Ռուսաստանը 2003-4 թվականին մի հատ էլ ատոմայինը որ ասեցին դուք չունեցաք մենք ձեզ գարանտիա ենք տալիս որոշով չի դրանից հետո չէ դա Բուդապեշտի մեմորանդումներ 94 թվականին մի հատ 97 թվականին առանձին են պայմանավորվել մի հատ էլ 2003-4 թվականներին Ռուսաստանի Պետդուման եւ Ուկրաինայի Գերագույն Ռադան ստորագրել են համապատասխան փաստաթղթեր որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այսինքն հասկանում եք չէ ձեր ասածն եմ լրացնում որ այդ թղթերը ասենք թե հանեցինք Չերչիլն ասում է թղթից ավել արժեք չունեն այդ պայմանագրերը այո իդեպ Բիսմարկը ասեց Ռուսաստանի Բիսմարկն է կարծեմ ասել Ռուսաստանի հետ ստորագրած որևէ պայմանագիր ավելի այսինքն թղթի արժեք չունի այո Բիսմարկը ուրիշ բաներ ասում էր Ռուսաստանը как промокашка, войти туда очень легко, выйти оттуда невозможно. Մենք ծանր նման ամանել շատ է շտա, բայց դուրս գալ համարյա հնարավոր չի։ Հիմա մեզ մոտ գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիմփչյանին։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին։
մուտք եք գործում armflix.com, քայլի երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը, քայլի երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը, քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբուրչյանի հետ ավելացնելու բանն է Արմենես թեմայի շուրջ։ Կարճ մի բան ասեմ, այստեղ նաև շատ հետաքրքիր process-ներ է կատարվում, որը մի փոքր ավելի խորը ուսումնասիրության կարիք պետք է ունենա։ Հիմա շատ լուրջ պայքար է գնում նաև ով ինչ դերակատարում կունենա ապագա աշխարհում եւ ենթադրում եմ թուրքական նման դիրքորոշումը ուրեմն նաև կարող է կապված լինել եւ շատ մեծ հավանականությամբ, որ Թուրքիան չի կարողանում ուրեմն զբաղեցնել այնտեղ կամ չի կարողանում հասնել նրան, որ իր ցանկացած դիրքը զբաղեցնի ապագա, այսպես ասեմ, աշխարհակարգում, ապագա ճարտարապետության մեջ, ուրեմն եւ այս իմաստով հետաքրքրական է, որ չի բացառվում, որ կարող է պատահել, որ այս ամբողջ process-ը, որ տեղի է ունենում Հայաստանի շուրջ եւ Թրամփի ճանապարհի շուրջ, սկսել է չբավարարել կոնկրետ Ադրբեջանին եւ Թուրքիային։ Սա նաեւ, այսինքն իրենց շահերը իրենք ոտնահարված են զգում եւ բավարարված չեն զգում եւ շատ հնարավորություն կա, որտեղ նաեւ ընդհանուր զարգացումները տարբեր տարածաշրջաններում Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում, Թուրքիայի ակնկալիքները, տնտեսական ակնկալիքները եւ այլն, կարծես թե չեն արդարանում եւ կարծես թե այնպես չի, որ Թուրքիա-Իսրայել հակամարտությունը, որ բերում է զգուշավորության Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում, ես ամեն ինչը կարող է նաեւ ազդեցություն ունենալ Թրամփի ճանապարհի վրա։ Իսկ ռուս-ուկրաինական ֆրոնտում ինչ կա Արմեն։ Կարծես ռուսները ինչ-որ մի քանի գյուղ են գրավել եւ այլն եւ այլն։ Տեսեք, այդ գյուղերը գրավելու են, մետր գնում են առաջ, այդ նորմալ է, հետո ուկրաինացիները կարող են մի հակագրոհ անեն, ինչ-որ բան հետ բերեն, ոնց որ եղավ վերջերս, բավականին մեծ հատված ճեղքելին, հետո ամբողջը մաքրեցին ուկրաինացիները, գիտե չեմ սխալվում, Դոբրոպոլիայի շրջանում էր, թողներ են, եթե անունը բանալիցի։ Տեսեք, այդ տեմպերով իրանք մենակ Դոնբասը գրավելու համար մի քանի տարի է պետք։ Կան տեղեկություններ, կան արդեն տվյալներ, որքանով են դրանք ուրեմն դեռևս հավաստի, դեռ երևի թե ստուգման կարիք կա, բայց արդեն կան առաջին տվյալները, որ չինական եւ հնդկական ընկերությունները հրաժարվում են գնել ռուսական նավթը առաջվա ծավալներով, ասեմ գլոբալ խոսվում է մեծ տարբերության մասին, ոչ թե փոքր, մեծ։ Եվ ռուսական նավթն էլ երևի չգիտեմ, տեղյակ եք թե չէ, $36 է դառել։ Դա այսպես վերջին շրջանում ամենացածր կատաստրոֆիկ ուրեմն անկումներից մեկն է։ Դե գիտեք, այնտեղ ինձ նավթի որակը այդքան յուրոս այդքան լավը չի եւ այլն։ Ասում են արդեն սև շուկայում $36-ով են գնում ռուսական նավթը, որը եթե չեմ սխալվում, մինիմում ռուսական բյուջեի մեջ $60 թե $70 է դրված։ Այսինքն գիտեք ինչ է ստացվում, որ Ռուսաստանին այնքան որ արտարժույթ է պետք, ինքը պատրաստ է անգամ ինքնարժեքից ցածր գնով վաճառել, որ այդ արտարժույթը գա, որ կարողանա պատերազմը շարունակել։ Այս ֆրոնտում որքան կկարողանան պահել սա ամերիկյան պատժամիջոցների հետևանքն է հստակ։ Հիմա Թրամփը ասաց, որ հիշում եք, որ երբ որ ասացին, որ դե Պուտինը ասում է, որ մեր վրա չի ազդում այդ պատժամիջոցները, ասեց կես տարի հետո կտեսնենք, շատ ուրախ եմ իրենց համար, ասեց շնորհավորում եմ, բայց կես տարի հետո կտեսնենք։ Որքանով հետևողական կլինի, կտեսնենք։ Իմ կարծիքով շահագրգռված է Թրամփը, որպեսզի հետևողական լինի, որտեղ եթե զուգահեռաբար կարողանան ստվերային նավատորմի դեմ պայքարել,
Իդեպ ստվերային նավատոր մասի վերջերս նավթ արծախող Այո, իդեպ վերջերս մի քանի օր առաջ Ռուսաստանը հարվածել էր թուրքական նավի, գիտեք երևի, եւ շատ հետաքրքրական է, որ տեսեք, Թուրքիան չպատասխանեց, կամ պահել է պատասխանը հետո, կամ մենք տեսնում ենք արդեն Թուրքիայի վիճակը այնքան խոցելի է այս պահի դրությամբ, որ ինքը չի ցանկանում, այսպես ասած, կտրուկ քայլեր անի, անգամ Ռուսաստանի նկատմամբ այս պահին, հա։ Թուրքիային կանխատեսում էին ապագա, չէ, այսպես ասած, մեծ խաղացողի եւ այլն։ Հիմա այս իրավիճակում Միացյալ Նահանգները պահանջեց նաեւ որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական նավթի գնումներից եւ ասում են այնտեղ էլ կա կրճատումներ որքանով է այս ամեն ինչը սա լրջագույնս խաթարելու է Պուտինի պատերազմը շարունակելու հնարավորությունը եւ մենք տեսնում ենք Պուտինի այս հարվածները այս մսային գրողները անդադար վերլուծաբանները բոլոր ռազմական ասում են սա աննորմալ վիճակ է որ արդեն ուղղակի մարդկանց հաշվին են առաջ գնում ասենք ասում ոնց որ մարմինների վրայով են առաջ գնում այս աստիճանը հա ասենք մետր ասենք չգիտեմ Եվ սա խոսում է այն մասին, որ Պուտինի մոտ ինչ-որ պանիկա կա։ Հետաքրքրական բան Axios-ը հրապարակեց տեղեկություն, որ գաղտնի բանակցություններ են գնում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Ընդ որում այդ բանակցությունները վարում են Witkoff-ը եւ ենթադրում եմ նաեւ Քուշները, որովհետեւ հիշում եք Իսրայելի Քնեսեթում, երբ որ Թրամփը հաղթանակը իր որ մենք խաղաղություն բերեցինք, ասեց հանձնարարեց Քուշներին եւ Witkoff-ին շարունակել բանակցություններ արդեն ռուսական ճակատում անցնել, որպեսզի այնտեղ կարգավորեն։ Երկու հետաքրքիր բան, տեսեք, կարծես թե ադմինիստրացիան հերքում է, որ այդպիսի բանակցություններ են գնում, բայց Witkoff-ը Թուրքիայում էր, Զելենսկին էլ էր գնում Թուրքիա։ Եվ հիմա կա տեսակետ, որ հանդիպումը չեղարկվել է։ Երկու տեսակետ կա, ուստեղ դժվար է տարբեր, քանի որ օֆիցիալ չի, շատ դժվար է հասկանալ ով է նետել այդ տեսակետները, դաշտ կամ ինչ նպատակով, այստեղ պետք է մի քիչ զգուշել, բայց ասեմ երկու տեսակետ գոյություն ունի։ Մեկը որ Զելենսկին ուրեմն պահանջել է, որպեսզի այսպիսի նեղ ֆորմատով չլի բանակցություններ, այլ եվրոպացիներն էլ ավելի լայն ֆորմատով լինի բանակցությունները եւ բնականաբար այս ֆորմատով դժվար կլինի Ուկրաինային պարտադրել են ինչ որ Ռուսաստանն է ցանկանում, այսինքն ավելի եվրոպացիների շահերն է հաշվի առնեն բնականաբար։ Եվ երկրորդ պատճառը, որ Witkoff-ը պատահական իմացել է այս կոռուպցիոն սկանդալի մասին, Էփշտեյնի ֆայլերի եւ այլն այսպես շարունակ, այս սպասելի իրադարձությանը, իդեպ Էփշտեյնի ֆայլերն էլ էսա սկսվելու է process-ը։ Բայց Էփշտեյնի ֆայլերի մասին հետաքրքիր բան կա, ոչ բոլոր ֆայլերն են բացվելու, այլ ընտրովի են բացվելու, ասում են որտեղ որը որ գաղտնազերծված է միայն։ Այո, դե հիմա այնտեղ արդեն ով է որոշում գաղտնազերծված է թե չէ։ Որի վրա քրեական գործառույթ են արդեն գաղտնիության տակ անգնում։ Այդտեղ խառը պատմություն է, այնտեղ շատ այնքան ջուր է քաշելու այս խմորը, որտեղ արդեն վտանգ կա, որ կարող է հենց այս ֆայլերի արդյունքում դեմոկրատներին թիրախավորի Թրամփը ու այստեղ խառը պատմություն է, բայց Ուկրաինայի հետ կապված մի բան է հետաքրքիր։ Զուգահեռաբար երկու ինֆորմացիա էլ կա։ Մեկը որ Ուկրաինա այցելեցին ամերիկյան բարձրաստիճան զինվորականներ, ըստ էության հասկանաք, ինչ են այցելել, ենթադրում են, որպեսզի տեսնեն Ուկրաինան ինչ կարիք ունի ռազմական ճնշումը մեծացնելու համար Ռուսաստանի վրա, նույն տոմոհավքների հարցը ենթադրում եմ, այս իմ կարծիքն է, որտեվ բարձրաստիճան զինվորականներ այցելելիցին դա Թրամփի օրոք ես չեմ հիշում այդպես բան, հա։ Եվ երկրորդը մի հետաքրքիր հայտարարություն եկա, որը կերևա ինչի Քելոգը, որը գիտեք Ուկրաինային լոյալ մարդ էր եւ բանակցողներ Թրամփի հենց Ուկրաինայի մասով, կարծես թե հունվարից հեռանում է պաշտոնի, մենք գիտենք, որ նաեւ Քելոգի աղջիկը այսպես դուստրը գնում էր Կիև, շատ ակտիվ էր եւ այլն, իդեպ կան տեսակետներ, որ Քելոգը հենց ուկրաինական կայքերն են գնում, որ Քելոգը պատճառը նշել է, որ ինքը գոհ չէ այն ճնշումից, որ ադմինիստրացիան գործադրում է Ռուսաստանի վրա։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։